ծրագրերը եւ ինչպես է գնահատում։ Շատ լավ տեսել եմ, բայց անվտանգության գործառույթ ունեցող մարմինների աշխատանքը չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետեւ իրենց աշխատանքի ամբողջական ծավալին եւ գործառույթներին տեղյակ չեմ։ Ժողովրդավար երկրին որքանով է հարիր, որ քաղաքացու բերանը փակեն։ Հիմա նորից ասեմ, պահպանություն իրականացնող ուժային կառույցների գործողություններին չեմ մեկնաբանում, դե կադրերը տեսել եմ, այո, եւ այդքանը։ Նախ լավ է, որ դուք տեսեք, որտեղ ձեր գործընկերները չէին տեսել, եւ պարոն Խուդայցյան, անվտանգության գործառույթը Նիկոլ Փաշինյանի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե խոսացող մարդկանց բերանը փակելը, որտեղ այդ մարդը երբ որ խոսում է որևէ մեկին ֆիզիկական Պարոն Կիրակոսյան, հարցի մեկնաբանությունը կարծում եմ իմ տիրույթում չի, դրա համար դուք հնարավորություն ունեք հարց ուղղել են կառույցին, ժողովրդավարական իշխանության ներկայացուցիչը ձեզ ասում է, որ ինքը չի կարող մեկնաբանել պահպանություն իրականացնող կառույցի գործառույթները։ Դուք այնտեղ էիք, պարոն Խուդայցյան։ Հովանավանքում չեմ եղել եմ Վաղարշապատում, մասնակցել եմ պարոն Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին։ Շահման մեջ են մեղադրում։ Խնդրում եմ արգելի գործընկերներ հարցերը հերթով տալ, ես այստեղ եմ շտապելու բան չունեմ, պատրաստ եմ։ Ձեզ մեղադրում են վարչական ռեսուրս չարաշահելու մեջ, վաղօրոք քարոզարշավ սկսելու մեջ, նաև ընտրական հանձնաժողովների անդամների քարոզչության մեջ, այս ամեն ինչը անելով ինչ է իշխանությունը մտահոգություն ունի, որ խնդրում եմ հերթով ասել ինչի մեջ են մեզ մեղադրում, ըստ կետերի ես փորձեմ բոլոր մեղադրանքներին անդրադառնալ։ Ինչ ասել է վաղ նախընտրական քարոզարշավ, մենք քարոզարշավը մեկնարկել ենք օրենքով սահմանված ժամկետում, օրենքով սահմանված կարգով եւ գործողություններից վաղը ոչինչ չեն կարել, եթե մարդիկ նկատի ունեն բան։ Մի օր առաջվա միջոցառումը քարոզչական բնույթի միջոցառում չի եղել, միջոցառումը ավելին ամենամյա միջոցառում է եղել, ավելին իմ ունեցած ինֆորմացիայով ոչ միայն մեր քաղաքական ուժից են մասնակիցներ եղել այդ գյուղում, միջոցառման այլև այդ միջոցառման վայելում եղել են նաև այլ քաղաքական ուժերից ներկայացուցիչներ, բարերարը, որը միջոցառումը կազմակերպել է այդ միջոցառումը ավանդաբար, այնտեղ քաղաքական կոչեր, ընտրություններին մասնակցության հետ կապված ոչ մի հարց չի քննարկվել, ոչ մի հրապարակային այդպիսի բան չի եղել, եղել է համայնքային միջոցառում, որին մասնակցել է համայնքի ղեկավարը եւ Արմավիրի մարզպետը եւ ոչ միայն իրենք, այդ թվում նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ընտրական հանձնաժողովի, ես պատասխանեմ էլի, ընտրական հանձնաժողովի մասով պիտի ասեմ, որ խոսքը վերաբերում է Facebook-յան հրապարակումներ կիսվելուն, ենթադրաբար հետքի հրապարակման մասով եք ասում, պիտի իմ տարակուսանքը հայտնեմ հետքի գործընկերներից, որովհետև այդ նույն բանը իրենք արձանագրել են նաև այլ քաղաքական ուժերի մոտ, բայց չգիտես ով է հաշվել ամենաշատը որտեղ է, եւ առնվազն արդար չի քարոզչական այս փուլում, ուրեմն այդ հոդվածը պարբերաբար հրապարակել եւ կիսվել Արգիշտի Մեխակյանի նկարով։ Ես առաջարկում եմ իրենք առնվազն նաև Արթուր Վանեցյանի տեխնացուի կողմից եւ ոչ միայն այդպիսի դեպք են արձանագրել եւ կարող են նաև Արթուր Վանեցյանի նկարով կիսվել եւ իմ տարակուսանքը այդ մասով այդպիսին է, որ կարծում եմ հետքը այս պահին ընտրություններում իրականացնում է պարոն Մեխակյանի հակաքարոզը, ինչի համար է իրականացնում դրա պատճառները ես ենթադրում եմ, բայց չեմ ուզի դրա մասով կիսվել, առնվազն կոչ եմ անում մեր գործընկերներին աշխատանքային դաշտում շարունակել են աշխատանքը, որը մենք բազմաթիվ անգամ գնահատել ենք, անձամբ ես ցանկացած մասով բաց եմ եղել հետքի գործընկերների հետ աշխատելու մասով եւ հիմա էլ պատրաստ եմ, հիմա էլ եմ բաց, ուղղակի այդ արձանագրումը մեզ մտահոգում է եւ ես կոչ եմ անում մեր գործընկերներին, որ քարոզչական այս ընթացքում զերծ մնան այդպիսի երկակի ստանդարտների կիրառումից։ Հեծը պետականացնելու վարչապետի հայտարարությունից ամիսներ են անցել, այս ընթացքում օրենքներ ընդունվեցին, ժամանակավոր կառավարիչ նշանակվեց եւ հիմա վարույթ կա նաեւ։ Ուզում եմ հարցնել կառավարության քաղաքական իշխանության քաղաքական դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ հեծը պետք է պետականացվի, թե կառավարիչ փոխելով հարցը փակվեց իշխանության համար։ Կառավարիչ չի փոխվել, կառավարիչը ժամանակավոր կառավարիչ է եւ եթե տեսնենք հրապարակումները ժամանակավոր կառավարիչի կողմից
եւ ոչ միայն կտեսնենք, որ այնտեղ բազմաթիվ խնդիրներ են արձանագրված, բայց քանի որ այդ խնդիրներին նաեւ քրեական, այսինքն դատա իրավական գնահատական տալու անհրաժեշտություն կա եւ գիտեմ, որ գործընկերները դիմել են նաեւ համապատասխան կառույցներին, զերծ կմնամ այդ խնդիրները մեկնաբանելուց։ Ուղղակի կուզեմ ասել, որ այն ենթադրությունները, որը կար պետության համար կրիտիկական նշանակության ենթակառուցվածքի կառավարման ոչ արդյունավետության մասով, առնվազն այդ ամենի մասով եսպային ուսումնասիրություններ կան եւ արդեն նաեւ նախնական արդյունքներ կան, որի մասով պիտի նորից ասեմ, ժամանակավոր կառավարիչը դիմել է համապատասխան ուրեմն մարմիններին։ Ազգայնացնելու հետ կապված սա շարունակում է մնալ ձեր օրակարգում, թե փոխել եք մտադրությունը եւ այնինչ հիմա արվեց, այսինքն այն փոփոխությունները, որ տեղի ունեցան, բավարարում են ձեզ եւ այսպես կշարունակվի։ Փոփոխությունները մեզ չեն բավարարում, բայց ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո նոր մենք կմեկնաբանենք հաջորդ մեր պատկերացումը այս մասով։ Այսինքն ազգայնացման հարցը հիմա ձեր օրակարգում կա, թե չկա, պարոն Խուլիան։ Ամբողջ ծավալով ուսումնասիրություն իրականացնելուց հետո այդ հարցին Բայց այդ դեպքում ինչպես եք առանց ուսումնասիրության ասում, որ պետք է ազգայնացվի։ Մենք նախնական ուսումնասիրություններ ենք իրականացրել, որը ամբողջությամբ փառատվում է նաև այս բային իրականացվող ուսումնասիրությունների մեջ։ Այսինքն նախնական ուսումնասիրությամբ ասում եք պետք է ազգայնացվի։ Հարցի ասացիատերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ Խնդրում եմ մի մեկնաբանեք, որ ես ասում եմ չի ազգայնացվի, ես ասում երբ որ հաջորդ քայլում մենք ձեզ ասելիք ունենանք, վստահաբար այդ ասելիքը կասենք այնպես, ինչպես նախորդ քայլում ենք ասել ձեզ։ Պարոն վերադառնալով վաղ շաբաթ խաշորացած։ Չէ, բայց ես մի հետ կապված հարց ունեմ, եթե կարելի է շարունակենք։ Էներգետիկ թեման ամփոփել, տեղափոխել Նիկոլ Փաշինյանը բանի ԿՊ համագումարի ժամանակ կոնկրետ երկու սցենար նկարագրեց, թե ինչ պետք է լինի հետ եթե։ Գնում ենք վարչապետի նկարագրած սցենարների մասով, երկու սցենարներից որ սցենարով են գնում, դրա մասին դրացիչ կասենք, անհրաժեշտ ուսումնասիրություն։ Վարույթը չկա անկախ մարմնի կողմից եւ դուք արդեն գնում եք վարչապետի նկարագրած սցենարների ճանապարհով։ Այն խնդիրները, որոնք արձանագրվել են, այդ խնդիրների հանգուցալուծումը պիտի լինի այդ սցենարներից մեկը։ Եվ սրա մասին է եղել հեծի շուրջ ծավալվող ամբողջ իրադարձությունները։ Որոշել եք ինչ պետք է անեք։ Ոչ, մենք չենք որոշել, ես ասում եմ, մեր նախնական ուսումնասիրությունները առնվազն մեզ մտահոգում են եւ շատ ավելի են մտահոգում, քան նույնիսկ կարող ենք պատկերացնել նախնական փուլում, բայց քանի որ հեծի ժամանակավոր կառավարիչը այս հարցով դիմել է ուրեմն համապատասխան կառույցներին, ես զերծ կմնամ այդ ուսումնասիրությունների արդյունքները մեկնաբանելուց։ Իսկ ինչու նույն հետևողականությամբ չեք զբաղվում նաև վիոլա ջրի։ Վիոլա ջրի ենթակառուցվածքները հազանգեր են հնչում անգամ որակի հետ կապված եւ այլն։ Շատ լավ, եթե դուք լսեիք քիչ առաջ իմ զեկույցը, որը հարց ու պատասխանի ժամանակ հնարավորություն ունեցա անդրադառնալու ուրեմն ջրային ենթակառուցվածքներին եւ ուրբաթ օրը ամբողջությամբ այդ ենթակառուցվածքների մասով մեր պատկերացումներին, այդ թվում նաեւ վիոլա ջրի գործունեությանը կանդրադառնանք, որտեղ զեկույցի այն հատվածը, որ այսօր ներկայացի ջրային ոլորտին չէր վերաբերվում։ Մի առանցքային տարբերություն պիտի ասեմ, վիոլա ջրի ենթակառուցվածքները դրանք պետական ենթակառուցվածքներ են եւ այնտեղ վիոլա ջուրը ոչ թե սեփականատեր է, այլ հավատարմագրային կառավարում իրականացնող եւ եթե դուք ակնարկում եք պետականացնելու մասը, ես պիտի ասեմ, այո, մենք քննարկում ենք շատ նույնքան հետևողական ենք անում, մենք ջրային ոլորտի ենթակառուցվածքների եւ ջրային ոլորտին առնչված հարցերի մասով վարչապետի հանձնարարությամբ կա ստեղծված օպերատիվ օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մենք նույնիսկ շաբաթը շատ հաճախ 2-3 անգամ հանդիպում ենք քննարկելու ջրային ենթակառուցվածքներին, ջրային ոլորտի զարգացմանը, վիոլա ջրի գործունեությանը։ Ես իմ հարցը հարգելի գործընկերներ, թույլ տվեք ես չեմ պատասխանի հարցերին, եթե դուք ընդհատեք ինձ, ես նորից եմ ասում, ինչպես պայմանավորվել ենք, եկել եմ ձեր բոլոր հարցերին պատասխանելու։ Վիոլա ջրի մասով այս պահին աշխատանքային process-ը շարունակում է, դրանք պետական ենթակառուցվածքներ են, եթե այլ միջամտելու կարիք լինի, վստահաբար մենք կմիջամտենք։ Եթե չենք միջամտում, ուրեմն կարիքը չկա։ Այսինքն այնտեղ այդքան կրիտիկական չի վիճակը, որ մի քպական պաշտոնյա գործչի էլ այնտեղ ուղարկեք, որ ամենօրյա ռեժիմով մարդիկ տեղեկանան այնտեղ ինչ խնդիրներ կան, ինչ վստահաբար դուք չեք պատկերացնում ուրեմն կառավարման ձևը վիոլա ջրում, որովհետև նորից պիտի ասեմ, այդ ենթակառուցվածքը պետական ենթակառուցվածք է
եւ այնտեղ մարդ ուղարկելու շատ լավ կառավարման process-ում մարդ ուղարկելու հարց չենք քննարկում եւ այդպիսի հարց մեր օրակարգում չկա, փորձում ենք հասկանալի դառնա ինչու է այս վիճակը, ինչու են մարդիկ բողոքում։ Այնտեղ այս վիճակը հասկանալի է դարձել եւ շարունակում է եւ Վիոլա ջուրը եւ պետությունը ներդրումներ իրականացնել այդ ենթակառուցվածքի զարգացման արդիականացման ուղղությամբ։ Պարոն եթե պետական է վերահսկողությունը Վիոլա ջուրի, նշանակում է պետությունը ստացվում է դուք հիմա հետի հետ կապված պետականացման գործընթաց եք սկսում։ Ստացվում է պետությունը վատ է կառավարում, ստացվում է ստացվում։ Դա ձեր գնահատականն է, որի հետ ես Վիոլա ջուրի խնդիրները գնալով մեծանում են, ոչ մի կոնկրետ լուծումներ չկան, նշանակում է եթե պետական կառավարման է հանձնված, դա է կառավարում պետությունը։ Պետական կառավարման հանձնված չի, հավատարմագրային կառավարման է հանձնված, ենթակառուցվածքն է պետական, դա ասացի այն տրամաբանության մեջ, որ այնտեղ ազգայնացնելու, պետականացնելու անհրաժեշտություն եւ խնդիր չկա, մի պարզ պատճառով, որովհետեւ այն ինչ դուք քննարկում եք պետականացնել, դա արդեն պետական է։ Պարոն նախարար կներեք 2022 թվականից ի վեր Վիոլա ջուրը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ ջրային կոմիտեին չի ներկայացրել տեխնիկական աուդիտ եւ ըստ էության Պարոն Կիրակոսյան, շատ լավ սկսեցիք հարցը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եթե չի ներկայացել, խնդրեմ հարցը ուղղեք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ եւ անկեղծ ասած հետաքրքրվածություն էլ չունեմ եւ ինֆորմացիային չեմ տիրապետում այդ բարձ պատճառով։ Պարոն Խուդայցյան, Սյունիքով անցնող ճանապարհի մասին հարցնեմ, էլի դուք տեղական կառույցների հանրահարականներ իջացնում եք հիմա, իջեցնում եք հիմա թե ինչպես Եթե նկատի ունեք թրիփի մասին, մենք է դրանով էս պահին քննարկումներ ենք իրականացնում եւ այն պահին, երբ որ անհրաժեշտություն լինի հասնել հանրահարականներին արդեն համայնքների եւ մարզերի հետ աշխատանքի մասով կանենք, այս պահը դեռ այդ փուլում չի։ Սյունիքում մենք այլ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր ենք իրականացնում, որում եւ մարզը եւ համայնքները ներգրաված են։ Խոսքը մասնավորապես դիմակայուն Սյունիք ծրագրի մասին է, որի շրջանակներում առաջիկայում կմեկնարկեն կրթական, այդ թվում նաև ջրային ոլորտին վերաբերող ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր, առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր եւ մեր խոշոր եւ հիմնական ծրագիրը հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական էսպային ամենամեծ կտորը շարունակում է իրականացվել Սյունիքի մարզում եւ ես այսօր էլ քիչ առաջ падգամավորներին եւ հանրությանը ներկայացրեցի, որ 2026 թվականին երկու խոշոր ծրագրերի մասով մեկնարկ կտրվի եւ հետեւաբար դեռևս տեսանելի ապագայում բավական երկար ժամանակ Սյունիքը լինելու է մեր հիմնական շինարարական ինչպես եք պատրաստում այդ ուղղությամբ բազմաթիվ որ ուղղությամբ ասենք իրենք այդ ենթակառուցվածքներից օգտվելու, այնտեղ ներդրումներ անելու, մասնակցելու, այդպիսի գաղափարներ կան։ Մենք ենթակառուցվածքների կառուցման բլոկն ենք Հայաստանի Հանրապետությունում համակարգում եւ հետեւաբար ձեր նշած հատվածի մասով որպես այդպեսին անելիք էլ չունեն, կարծում եմ այլ պատասխանատու գերատեսչություններ կզբաղվեն այդ հարցով, երբ ժամանակը գա։ Բաղաշապատի ինտենսիվներին անդրադառնալով արդեն երրորդ շաբաթն է, բայց Տիկին Ջեբեջյանը եղել է Վաղարշապատում, պատկերը գիտի, իրեն չի հետաքրքրում Վաղարշապատի ընտրությունները։ Վստահաբար տեսել է այն աջակցությունը, որը պարոն Մեխակյանը ունի, եւ ես ուրախ եմ, որ դուք մեր հետ քարոզարշավ եք իրականացրել։ Լսում եմ։ Ֆունդացիան պետականացման հետ կապված գործընկերուհուս հարցին ասացիք, բայց դուք կիսում եք, չէ՞, աջակցությունը դուք տեսել եք։ Ասացիք նախնական ուսումնասիրություն են կատարել եւ վերջնական ուսումնասիրություն դեռ չկա, որ հասկանանք պետականացումը։ Գործընթաց կա, ժամանակատար է, մենք ժամկետների մեջ աշխատում ենք, պարոն Պետրոսյանի գլխավորությամբ բավականին ուրեմն հարցեր կարգավորվել են այս պահին, բավականին խնդրահարույց հարցեր են վերհանվել, այդ խնդրահարույց հարցերի մասով մեր գործընկերները դիմել են իրավապահ մարմիններին եւ քանի որ այնտեղ process է գնում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի միջամտությունը ցանկալի չի, մեկնաբանությունը ցանկալի չի։ Իսկ եկեք ճիշտ ասենք, էլի պարոն Խուդատյան։ Ես միշտ ճիշտն եմ ասում, ինչ Կարող է բարձի ոչ թե տենց ուսումնասիրությանն եք սպասում, բան էլ սպասում եք Փաշինյանը ինչ կասի դա էլ կանեք։ Ինքը ասեց կառավարությունը ես եմ։ Սպասում ենք ուսումնասիրության։ Ինքը ինչ ասի, դա դուք անեք։ Սպասում ենք ուսումնասիրության։ Պարոն Խուդայցյան, իսկ պետությունը պատրաստ է օրինակ գնել հետ։ Ժամանակավոր կառավարչի մասով նաև իրենք այնտեղ այդպիսի գործառույթներ ունեն, որը հաջողությամբ իմ գնահատականն է այնպեսին, որ իրենք հաջողությամբ, շատ հաջողությամբ պարոն Պետրոսյանի գլխավորությամբ այդ խնդիրները կարողանում են լուծելով առաջ գնալ։ Պարոն Խուդայցյան, իսկ եթե լիցենզիան դադարեցվի, պետությունը, կառավարությունը ունի միջոցներ հետը գնելու։ Խնդրում եմ ինձ եթեով հարցեր մի տվեք եւ այնուամենայնիվ եթե այդպիսի բան լինի, կառավարությունը ունի եւ կարող է միջոցներ ներգրավել։
Այսինքն գնել վերադառնալով ընկերությունը։ Վաղարշաբաթում տեղի ունենալիք թիմ ընտրություններին արդեն շուրջ 1 շաբաթ է տեղի ունենում քարոզարշավ, նախ ուզում եմ այնքանով որքանով հասցրել եք շոշափել Վաղարշաբաթցիների նախընտրական տրամադրությունները հաղորդել մեզ, ինչպիսի ընդունելության է արժանանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն, ինչպես եք գնահատում ձեր շանսերը ընտրություններում եւ այս համատեքստում մի հիշեցում ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը բարբերաբար խոսում են Գյումրի 2 սցենարի հավանականության մասին, արդյոք քաղաքացիական պայմանագիրը կարող է հավաքել 50+1%, այսպեսով բացառելով Գյումրի 2 սցենարի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ ընտրություններին գնում է բացարձակ մեծամասնության քվեն ստանալու, այն է 50+1 ձայներ ապահովելու ուղղությամբ եւ մեզ համար Գյումրի 2 Վաղարշաբաթում բացառվում է, եթե նկատի ունեն ընտրությունները փաստացի պարտվելով, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղ զբաղեցնելով, ձայները իրար գումարելով Գյումրիում իշխանություն ստանալը եւ հետո այդ իշխանության գլխին այնպիսի փորձանք բերել է, ինչպիսին Գյումրիի քաղաքապետը բերեց Գյումրիի գլխին, եթե ասեմ, այդ ճանապարհով, այո, այդ ճանապարհով փորձանք, որովհետեւ այլ բառով նկարագրել հնարավոր չի, եթե մեր շանսերը այնտեղ բարձր են, པարզ տրամաբանությամբ, նախ մեր թիմը ավանդաբար Վաղարշաբաթում եւ Խոյում բոլոր տեսակի ընտրությունները 2018 թվականից հետո հաղթել է, այդ ընտրությունների զգալի մասը մենք հաղթել ենք պարոն Մեխակյանի գլխավորությամբ, մասնավորապես 2018 թվականին պարոն Մեխակյանը ազգային ժողովի ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայները ստացած տեխնացուն է եղել Արմավիրի մարզից, դրանից հետո բացարձակ մեծամասնության ձայները ստանալով ընտրվել է նաև Խոյի համայնքի ղեկավար, ի տարբերություն ընդդիմության տեխնացուների, որոնք 2018-ին էլ էին ասում, որ հաղթելու են, պարտվեցին, 2021-ին էլ էին ասում, որ հաղթելու են, պարտվեցին, մի հատ էլ 2021-ին Խոյում էին ասում, որ հաղթելու են, պարտվեցին, հետո դարձան շտաբի պետ Ռոբերտ Քոչյանի համար էին ձայներ ուզում ապահովել, ընդեղ էլ պարտվեցին, եւ ընդդիմությունը Վաղարշաբաթի ընտրությունները պարտվելու օլիմպիական չեմպիոն է եւ ես այլ ձևակերպում չունեմ տալու, եթե նույնիսկ ասեմ, հիմա հաշվում քանի ընտրություն են պարտվել, կպարզվի օլիմպիական եռակի կամ քառակի չեմպիոններ են եւ իրենց առաջիկայում օլիմպիական նոր ուրեմն հնգակի չեմպիոն դառնալու ռեալ հնարավորություն ենք մենք տալու, որովհետեւ իսկապես պարոն Մեխակյանը իր նախորդ աշխատանքների ընթացքում վաստակել է քաղաքացիների սերը, այդ քաղաքացիների այդ սերը ակնհայտ է եւ քարոզարշավի առաջին մեկնարկային օրերը դրա մասին են խոսում եւ նաեւ էս է պատճառը, որ ընդդիմությունը փորձում է սևացնել այս կամ այն եղանակով պարոն Մեխակյանին եւ ես ցավ եմ ապրում, որ ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ, որոնք ի տրամաբանությամբ պիտի ընդդիմադիր չլինեին, բայց ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ կողմ են դարձել այս ընտրություններին եւ բազմաթիվ լրագրողներ առավոտ աշխատանքի են գալիս Վաղարշաբաթ տեսնելու ինչպես կարելի է սևացնել պարոն Մեխակյանին, որը վստահաբար չի լինելու։ Պարոն Խուդակյան, Մասիսի համայնքապետը 6 տարով ազատազրկման ենթարկվեց, այն դեպքում, երբ գործը 7 տարի քննվում էր եւ հիմա ընտրություններից առաջ այս որոշումը կայացվեց, արդյոք սա ընդդիմադիր համայնքապետին այդպես լիկվիդացնելու գործընթացի մի մասը չէ։ Հիմա եթե ես հետեւյալը ասեմ, Վարդան Ղուկասյանի դեպքով ընտրություններից մի քանի ամիս հետո ընդամենը եղավ ուրեմն այս հայտնի փորձանքը, իր համար էս հայտնի փորձանքը, այդ դեպքում մեկնաբանում եք, որ ընտրությունները պարտվելուց հետո քաղաքացիական պայմանագիրը գնաց այս ճանապարհով, հիմա երբ որ դա պատահում է 4 տարի կամ Մասի քաղաքապետի դեպքում մի քանի ժամկետ պաշտոնավարելուց հետո դա էլ ասում եք ընտրություններին ընդառաջ, չէ, կար ընդամենը հարուցված քրեական գործ, որի մանրամասներին ես շատ այդպես էլ որպես հետաքրքրված չեմ եւ չեմ տիրապետում, որով կայացվել է շատ լավ, այդ հարցը կարող եք ուղղել շատ այլ մարդկանց, բայց ոչ ինձ, որով կայացվել է օրենքով սահմանված դատավճիռ եւ երբ որ այդ վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, դուք հիմա այդ հարցն եք տալի, ոչ սա քաղաքական հետապնդում չի,
առնվազն բազմաթիվ են փաստերը դրա մասին եւ իմիջիալոց երեք էլ կուզեմ նաեւ առիթ օգտագործելով այդ հարցին անդրադառնամ, երբ որ նշվում էր, որ մենք վարչական ռեսուրս ենք կիրառում վաղարշապատում, ուրեմն առաջ բերելով հրատապ եւ այլ պետական բյուջեի ֆինանսավորման վաղարշապատում վերջին ամիսներին իրականացված ծրագրերը, պետք է ասեմ, որ մեր նախարարության ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, այդ թվում նաև այն ծրագրերը, որոնցում ուղիղ հաստատումը կա եւ ուղիղ ներգրավվածությունը կա, այդ ծրագրերի զգալի մասը իրականացվում են այնպիսի համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարները ընդդիմադիր են եւ եթե թվարկեմ կարող է պարզվել, որ առաջի տասնյակում առնվազն կեսը այդ տրամաբանության մեջ են եւ ակնհայտ է, որ մենք ընտրություններին մտահոգվելու առիթ չունենք, որովհետեւ նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականին է այդ բոլոր համայնքներում ուրեմն մեծամասնության քվեն ստացել եւ մենք գնում ենք 2026 թվականին նույն արդյունքը եւ դեռևս մեզ համար ավելի լավ քաղաքական արդյունք ապահովելու ճանապարհով։ Ինչպեսի համայնքապետն է Դավիթ Համբարձումյանը։ Ինչպես կգնահատեք նրա աշխատանքը Դավիթ Համբարձումյանը որպես Մասիս համայնքի ղեկավար։ Լավ է աշխատում։ Գնահատականը պիտի տան քաղաքացիները իր աշխատանքի, մենք որպես այդպեսին ավելի շատ մարզպետարանի միջոցով ենք աշխատում համայնքների հետ, պետք է ասեմ, որ Արարատի մարզպետարանը մեզ համար աշխատող հարց լուծող կառույց է եւ եթե Արարատի ավելի շատ այդ հարցին պիտի պատասխանեն դուք ամեն դեպքում խնդիրներ Հայաստանի բոլոր համայնքներում խնդիրներ կան, բայց ես որպես այդպեսին գործառույթ չունեմ համայնքապետի աշխատանքը գնահատելու, որովհետև աշխատանքի բերումով շատ քիչ շփումներ ենք ունենում համայնքների հետ։ Որոնք ուտեցան Կիրակի գնալու եք Հովանավանք, արդյոք Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, ես նորից եմ ասում, չեմ շտապում, այստեղ եմ բոլոր հարցերը կտակ, բոլոր հարցերին կպատասխան։ Հետո կհիշեք, որ բաց մնացած հարցեր կա, ես կշարունակեմ մնալ, այդ հարցերն կտակ, այսինքն ինձ հարցերը տվեք առանձին։ Կիրակի գնալու եք Հովանավանք, արդյոք Փաշինյանը նշել է, որ կրկին գնալու է Մեծ է ցանկություն է գնալու եւ աշխատանքային օրակարգը փորձելու եմ այնպես դասավորել, որ գնամ Հովանավանք, դրանից հետո մասնակցեմ վաղարշաբաթի քարոզարշավին, իմիջիալոց դրանից հետո 2 շաբաթ արձակուրդում եմ լինելու եւ կարող ենք վաղարշաբաթում ավելի հաճախ հանդիպել։ Որովհետև Փաշինյանն է ասել, որ մասնակցեք դրանով Ես առհասարակ մասնակցեք հրապարակային այդպես ցուցադրեք, որ նախկինում ուղղակի ձեզ չի հետաքրքրել այդ հանգամանքը մենք պատարակների մասնակցում ենք թե չէ եւ հետեւաբար չեք տեսել առնվազն են մարդիկ Ես հիմա իմ եկեղեցի գնալը երբևէ չեմ հրապարակել, եթե այտենց որպես այդպեսին ուշադիր լինեք, եթե ընտանեկան ինչ-որ առիթով եկեղեցի չեմ գնացել, չեմ հրապարակել, բայց շատ հաճախ ինձ կարելի է տեսնել Հայաստանի տարբեր եկեղեցիներում առանց տեսախցի։ Ստեփան Ասատրյանի այդ արարողությունը։ Ինչպես։ Որդի եք ունեցել, չէ՞, երեք։ Այո։ Պատրաստ եք տանել Ստեփան Ասատրյանը որպես կարգավորիչ քահանա ընկել։ Շատ լավ, իմ երկու երեխաները մկրտված են, այո, բայց նաև հետևյալը ասեմ, որ ես սովորաբար այդպիսի առիթները կազմակերպում եմ իմ տարածաշրջանում եւ պսակադրությունը եւ իմ երեխաների կնունքը եղել է Արմավիրյան եկեղեցիներում, այսինքն Արմավիրի տարածաշրջանում, բայց այո պատրաստ եմ, եթե ձեր հարցին անդրադառնանք, այո պատրաստ եմ։ Ընտրությունները հատուկ այսպես կլիենտուրա են հավաքում բանի համար։ Եթե հոգևոր իրադարձության մասին ես օրինակ օգտագործեի այն տերմինը, որը դուք օգտագործեցիք, վստահաբար ես կդառնայի Հայաստանի բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների օրվա վերնագիրը, ես այնպես որ ձեր ուրեմն տերմինը կարծում ես իրադարձության մասին լավը չէ։ Ծախեր են հնչում, դա նորմալ է բնավենցիոն ծրագրերի հասկացող գումարը մեծանում է։ Եթե այո, ես խնդրում եմ 2020 ավելացնելու 26-ին, ինչ ուր է ուղղվելու այդ միջոցը։ 2026 թվականի ընթացքում, 2025 թվականի ընթացքում մենք արդեն 96 միլիարդ դրամի պետական համաֆինանսավորման ծրագրեր ունենք հաստատած, որից պետական համաֆինանսավորման մասը 50.1 միլիարդ դրամ է,
մեծ ծավալի շինարարական աշխատանքներ ունենք, որոնք 2025 թվականն են տեղափոխվել, ուրեմն 2022, 23, 24 թվականներից եւ վստահաբար լինելու են աշխատանքներ, որոնք տեղափոխվելու են նաեւ 2026 թվական։ Հիմա ասեմ, վաղը նաև փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ունենք, որտեղ շարունակելու են քննարկել համայնքներից ստացած հայտերը։ Նկատի ունեմ սա թվարկում եմ, որպեսզի պատկերացնեք, որ այս process-ը մեր մոտ անընդհատ process է եւ հնարավոր էլ չի ընդհատել, որովհետեւ 22, 23, 24, 25 թվերից մենք շարունակական կատարողականներ ենք ստանում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պետական բյուջեից պատրաստ է ֆինանսավորում իրականացնել են բոլոր կատարողականների մասով, որոնք անհրաժեշտ կարգով ուսումնասիրված են եւ աշխատանքը տեղում անհրաժեշտ կարգով իրականացված է։ Հետևաբար, եթե մեզ ներկայացվի 30 միլիարդ, մենք կֆինանսավորենք 30 միլիարդ, ներկայացվի 35 կֆինանսավորենք 35, ներկայացվի 40 կֆինանսավորենք 40։ Համայնքներից է գալու այդ։ Դրանք վերաբերվում են, դրանք այո, ամբողջությամբ սուբվենցիոն հայտերը գալիս են համայնքներից, համայնքները իրենք են նաև հանրային քննարկումներ իրականացնելով որոշում առաջնահերթությունները։ Իհարկե պետության կողմից կան սահմանած առաջնահերթություններ, որոնցում պետական համաֆինանսավորման կա այս տարի որոնց պետությունն է համարում առաջնահերթություն։ Միշտ է եղել այդպիսի ենթակառուցվածքներ, որոնք պետությունն է համարել առաջնահերթություն։ Դրանք հիմնականում 2026-ին էլ դրանք լինելու են, 2026-ին էլ դրանք լինելու են ուրեմն ճանապարհաշինական աշխատանքները, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի կառուցման, վերակառուցման աշխատանքները, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման համակարգերի արդիականացման ուղղված աշխատանքները, գազաֆիկացման ուղղված աշխատանքները, սրանք մեր առաջնահերթություններն են։ Պարոն Խուդատյան, արդյոք կա կառավարությունում գրավոր կամ նկատի ունեմ նախագիծ կամ դեռ մտադրություններ, քննարկումներ այն մասին, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը նշեց, եկեղեցիները, որոնք անհատույց տրված են մայրաթորին, հետ վերցրին։ Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, հարցը մեր նախարարության համակարգման տիրույթում չի եւ դրա բերում է որ ըստ երևույթին այդպիսի ինֆորմացիա չեմ տիրապետում։ Բայց որ ասենք վերադասվեն, դա պետք գույքին է միացվելու։ Սովորաբար պետական գույքերի կառավարումը, ուրեմն եթե այդ գույքը այլ կառավարող մարմին չունի, պետգույքին, իսկ եթե այլ կառավարող մարմին ունի, համապատասխան գերատեսչության։ Եկեղեցիները վերադարձվեն պետությանը, ճիշտ կլինի վարչապետի աշխատանքը։ Եկեք եթեով հարցերին չպատասխանեմ։ Վերադառնալով տեղեկությունները, որ Փաշինյանը ամեն դեպքում որքան էլ վարչական ռեսուրս է կիրառվել, որտեղ մենք տեսանք, որ որտեղ է վարչական ռեսուրս։ Վարչական ռեսուրս չի կիրառվել։ Տարբեր եղել են, դուք իհարկե չեք մասնակցել, բայց ամեն դեպքում վարչական ռեսուրս չի կիրառվել։ Ավականական, մասպետ, դիլիջանի անվտանգության ծառայությունը քաղաքացիական հագուստով գրեթե կեսն է տվել։ Անվտանգության ծառայությունը հանրային բոլոր միջոցառումների ժամանակ շատ դեպքերում իրականացնում է։ Դե ես հիմա չափը չեմ կարող ասել, իսկ ով է հաշվում իս չափը։ Մենք ամբողջ շատ լավ, հրապարակեք որ կես։ Ցուցաբաները եւ վարչական ռեսուրսի կիրառում չի եղել։ Փաշինյանը դժգոհ է եղել։ Վարչական ռեսուրսի կիրառում չի եղել։ Ամեն դեպքում թիվը դեռ չի անհանգստացնում, որ քիչ է։ Գրել էր հարգելի ընկերներ արեք Երևանի քաղաքապետի դեպքում ունենք վերջի թիվը որ քիչ է։ Ունենք, որտեղ գրված էր, որ հարգելի գործընկերներ, վարչական ռեսուրսի հայկական հարգելի գործընկերներ, վարչական ռեսուրսի կիրառումը բացառեք։ Մարդկանց թիվը որ քիչ է, սա արդյոք ցույց է, որ կաթողիկոսի դեմ պայքարում միայնակ եք մնացել։ Ինչին է քիչ մասնակցել։ Հարգելի գործընկերներ, ձեր գործընկերների մի կողմը ասում է, որ մեծ քանակությամբ մարդիկ են եղել, մյուս կողմը ասում է, որ աշխատակիցներ են եղել մեծ քանակով, բայց մարդկանց թվականակը մեծ չէ։ Հիմա սա արդյոք ցույց չէ։ Ես այսօր ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի հարցումն էի նայում նույնիսկ, եւ ես խորհուրդ կտամ այդ հարցումը դուք էլ նայեք պատկերացնելու համար մեր աջակիցների թիվը այս process-ում ինչքան է։ Պարոն Խուդատյան, Նիկոլ Փաշինյանը խմբում որ գրել էր, տակնել այդպես գրել էր, որ վարչական ռեսուրս չկիրառել, թող մարզպետը 30 հոգում է հետը բերել, եթե ոչ մարզպետարանի կամ Ես չեմ պատկերացնում ինչի մասն եք ասում խոսքը։ որ մարզերից են, պարոն Խուդատյան, այնպես չի որ մենակ։ Որ հանրահավաքորը։ Հա քաղաքական շատ լավ, Վաղարշապատի քաղաքապետի ընտրությունների մասնակիցների կեսից ավելին հյուրախաղերով Երևանից են եկել Վաղարշապատ։ Ընդդիմադիրների շարքերի առաջին կեսը հյուրախաղերով Վաղարշապատ ժամանած
ձախողված քաղաքական գործիչներ են, որոնք իրենց թիմակիցներն են եւ մենք դեմ չենք, որ իրենք մասնակցեն այդ քարոզարշավին։ Ես նկատի ունեմ, որ քաղաքական process է եւ եթե քաղաքական ուժ կա, որի համակիրները ուրեմն Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից են, իրենք էլ կարող են մասնակցել։ Բայց եկեղեցու դեմ է սկսված հարկապետական։ Եղել են մեր Վաղարշապատում, մեր Էջմիածին քաղաքում եւ դրանք իրականում առաջին հերթին ցավ են պատճառել Վաղարշապատցիներին, Էջմիածնեցիներին։ Եվ այն ամեն ինչը, որը գուցե Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչների համար բացահայտում է, ցավոք սրտի Վաղարշապատցիների համար բացահայտում չի, որովհետեւ Վաղարշապատցիները այդ միջավայրն են կիսել որոշ վայ հոգևորականների հետ միասին։ Ինչ են արել, ինչ արգասների մասին եք ասում։ Ինչքան ժամանակ է եկել է Վաղարշապատցիները այդ մասին։ Ինչի մասին։ Ենթադրում եմ երկար ժամանակ։ Ինչ արգասներ։ Մի երկուսը մատնանշում եք։ Ինչու։ Բա խոսում եք առանց փաստերի։ Գաղտնի եք պահում։ Փաստեր չունեք, փաստորեն, բայց Ժողովուրդն եմ ասա արկածներով կիսվել այդ ինֆորմացիայով կիսվել։ Խոսքով այս բլոկին արգելված Ընդդիմադիր գործընկերներից մեկը քիչ առաջ Հաջորդը ես կպտտեմ, որ դուք ինձ հարցնեք։ Իշխանությունը անցնում է արդեն հոգևորականների, այսպես անձնական կյանքին միջամտելու այսպես Իշխանությունը չի անցել, ես դատապարտում եմ ցանկացած մարդու, եկեղեցու դեմ, այսպես ասած, ես դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի ստացումը, հրապարակումը եւ հանրայնացումը, լինի այդ մարդը, շատ լավ հարց եք տվել, թույլ տվեք ես պատասխանեմ, ես չգիտեմ դահլիճում չեմ եղել, չգիտեմ ինչն եմ փռել ուսումնասիրել, ենթադրում եմ դուք էլ չեք եղել եւ դուք էլ չեք կարող հստակ պնդել ինչն եմ փռել ուսումնասիրել, ես դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի ստացումը եւ հանրայնացումը, անկախ դրանից այդ մարդը հոգևորական է, ուժային կառույցի ներկայացուցիչ, քաղաքական գործիչ, թե օրինակ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսով զբաղվող ցանկացած մարդ, թե գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած քաղաքացի, իմ համար դա դատապարտելի է։ Դրան հույս ունեմ եւ դրան իմիջիալոց անդրադարձել են նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության բազմաթիվ գործընկերներ եւ վստահ եմ, որ դուք այդ ինֆորմացիան ունեք։ Պարոն Խուդատյան, նորից ընտրությունների թեմայով մի հարց, Գյումրիի քաղաքապետի կանոնավորումը Վաղարշապատում սպասվող ընտրությունների չափանիշներ առաջ ձեզ ինչ ուղերձ է Վաղարշապատի ընդդիմադիր էլեկտորատին եւ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Տեսակետ կա, որ այդ կանոնավորումը կարող է կոնսոլիդացնել ընդդիմադիր էլեկտորատին եւ ընդդիմությունը ավելի շատ ձայներ հավաքի։ Ընդդիմադիր էլեկտորատը կարծում եմ Գյումրիի փորձը ցույց տվեց, որ այնքան կոնսոլիդացված են իրար հետ, որ իրարից շարունակաբար դժգոհող, իրար վրա կրակող, իրարից հաճախ իրենց խոսքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, որոնք իրականում նույն քաղաքական հայացքներ ունեն առնվազն իրենց համար սկզբունքային պրոցեսների մասով եւ առնվազն այդ ուժերը կառավարվում են մի տեղից, որը ակնհայտ է, Գյումրին ցույց տվեց, որ ակնհայտ է, իրենք կոնսոլիդացված են։ Այնպես չի, որ 2021-ի ընտրություններում ընդդիմադիր զանգվածը Վաղարշապատում կոնսոլիդացված չի եղել, իհարկե կոնսոլիդացված է եղել։ Այն նախկին գյուղապետերը, որոնք հիմա էլ այլ քաղաքական ուժերով են ուրեմն առաջադրվել, այդ նախկին գյուղապետերը այն ժամանակ էլ են ընդդիմադիր հայացքներ ունեցել, այն ժամանակ էլ են Սևակ Խաչատրյանի համար փորձել ձայներ ապահովել են ընդամենը 3500 ձայն, որը մեր համար մտահոգիչ չի, որովհետև ես նորից եմ ասում եւ ուզում եմ կարևոր արձանագրում անել այս մասով։ Պարոն Մեխակյանի հեղինակությունը, պարոն Մեխակյանի ճանաչելիությունը, պարոն Մեխակյանի անցած ճանապարհը Վաղարշապատ համայնքում քննարկման ենթակա չի։ Եվ այդ է պատճառը, որ ընդդիմությունը հույսը դրել է արհեստական բանականությամբ գեներացված ինչ-որ տեսահոլովակների վրա, որոնք հաճախ ժպիտից բացի այլ զգացողություն մարդու մոտ չեն առաջացնում։ Եվ ես ուզում եմ այդ հասկանալ, եթե ընդդիմությունը այդպես է վերաբերվում քաղաքացիներին, այսինքն քաղաքացու գիտակցությանը այդպես է վերաբերվում, եթե ընդդիմությունը մտածում է, որ քաղաքացին արհեստական բանականությամբ գեներացված տեսահոլովակը իրականությունից չի տարբերի, ուրեմն այդ ընդդիմությունը քաղաքական երկար ճանապարհ չունի անցնելու եւ առհասարակ քոչարյանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայրում քաղաքական երկար ճանապարհ չունի անցնելու։ Անկախ դրանից քոչարյանականները այդ շտաբեր գալիս են գիշերով թե ցերեկով
փոխված մեքենաներով, թե իրենց սեփական մեքենաներով, քոչարյանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհ չունի անցնելու, դրա մասին քաղաքացիները ցույց են տվել ինչպես 2018 թվականի հեղափոխության է, այնպես էլ 2021 թվականի ընտրություններին, այնպես էլ ցույց են տալու վաղարշաբաթի ընտրություններին եւ նաեւ 2026 թվականի համապետական ընտրություններին։ Եթե այդպես չի, եթե իրենք կասկածում են, ուրեմն ես առաջարկում եմ իրենց հայտարարեն, որ եթե ընտրությունները չհաղթեն, այսինքն փաստացի առաջի տեղ չզբաղեցնեն, պարտվելով իրենք համայնքապետարան չեն մտնի նույնիսկ ավականու կարգավիճակով։ Կա այդպիսի քաղաքական ուժ, որ ասում է, եթե մենք ընտրությունները չհաղթենք, այսինքն փաստացի հասկանանք, որ այս բնակավայրում առաջին տեղը չենք զբաղեցել, մենք կհրաժարվենք չընտրված կարգավիճակով համայնքապետարանը մտնելուց։ Կա այդպիսի ուժ։ Եթե կա, եկեք քննարկենք, եթե չկա, ուրեմն քննարկելու հարց չկա։ Մենք հաղթելու ենք ընտրություն։ Պարոն Մեխակյանը հաղթելու է ընտրությունները, որովհետև վաղարշաբաթիները ճանաչում են պարոն Մեխակյանին, պարոն Մեխակյանի ընտանիքին, Պարոն Մեխակյանը այդ համայնքում աշխատել է, այդ համայնքում սովորել է, ոչ պարոն Մեխակյանը սովորել է Վաղարշապատում, Էջմիածին քաղաքում, պարոն Մեխակյանը աշխատել է Էջմիածին քաղաքի քաղաքապետի տեղակալ, պարոն Մեխակյանը ռեյտինգային ընտրակարգով 6000 ձայն է ստացել միայն Էջմիածին քաղաքից, Դրանից հետո պարոն Մեխակյանը աշխատել է, ընտրվել է Խոյ համայնքի ղեկավար, իմիջիալյոց պարոն Մեխակյանի դեմ առաջադրված տեխնացուներին այս նույն գյուղապետերը նորից առաջադրվում աջակցում էին նաև այն ժամանակվա ընդդիմադիր տեխնացուին, ասեն պարոն Մեխակյանը այս մարդկանց առաջի անգամ չի հաղթել, նույնիսկ երկրորդ անգամ չի հաղթել, Եվ հիմա հաղթելու է, այսինքն վաղարշաբաթիները պատկերացնում եք մեր Ասրտիկին Ջեբեջանը եղել է այն գյուղում, որտեղ մենք քարոզարշավ ենք։ Երկու գյուղերում եղել ենք, որտեղ քարոզարշավ ենք իրականացրել։ Եթե մտնում ենք գյուղ, որտեղից նախկին գյուղապետի ժամանակ այդ գյուղում մանկապարտեզ չի եղել, ասֆալտ չի եղել, դպրոց չի եղել, ջրագիծ չի եղել։ 2021-ից հետո այդ գյուղում կա մանկապարտեզ, կառուցվել է ջրագիծ, պետական ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է եկեղեցի, կառուցվել է 2 ճանապարհ։ Իսկ կբացատրեք այդ գյուղի ժողովրդի մոտիվացիան պարոն Մեխակյանին չընտրելու։ Ես առաջարկում եմ ձեզ, ես հարգելի գործընկերներ, ես շաբաթ օրվանից լինելու եմ արձակուրդում, ես առաջարկում եմ ձեր համար կազմակերպեմ տուր, մեդիա տուր, իմիջիալյոց այդպիսի միջոցների հաշվին։ Շատ ծախսեր պետք չէ լինելու իմ անձնական միջոցների հաշվին կազմակերպել մեդիա տուր։ Շատ լավ, պայմանավորվեցին, որի ընթացքում, չէ, թույլ տվեք ես որի ընթացքում ձեզ կցույց կտանք այն աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունից հետո կհավաքվենք սուրճի սեղանի շուրջ, դուք ինձ կասեք, անկեղծ, առանց տեսախցիկների կասեք, եթե դուք լինեիք վաղարշաբաթի, դուք ում կընտրեիք ընտրությունների։ Պարոն Հուդակյան, երբ որ դուք թվարկեցիք այս ընկարի դպրոց մանկապարտեզ նույնիսկ եկեղեցի եւ այդ դեպքում եթե պարոն Մեխակյանին ընտրողները այսպես ձեռքից ձեռք էին խլելու, որ ընտրեին, ինչի Խոյ համայնքը, որտեղից պարոն Մեխակյանն է բերեցիք, միացվեցիք վաղարշաբաթին, արդյոք սա չարվեց նրա համար։ Ոչ, սա արվեց ավելի արդյունավետ կառավարման մոդել ունենալու համար եւ ես 2021-ին էլ առաջարկել եմ նաեւ քննարկումների ժամանակ փոքր համայնքային մոդելներ չունենալ Հայաստանում։ Եվ 2026 թվականին դուք կհամոզվեք, որ մեր օրակարգում շարունակում է մնալ այլ միավորված համայնքների վերամիավորումը մի պարզ պատճառով։ Գոյություն ունեցող կարգը թույլ է տալիս ավելի մեծ համայնքների ավելի մեծ միջոցներ տրամադրել, որոնցով հնարավոր է լինում նաև իրականացնել ավելի մեծ աշխատանքներ։ Ես այստեղ էլ դահլիճում էլ պարոն Նազարյանի հարցին, երբ որ անդրադարձա, մի համանման հարցալինքներ տվել, բայց իհարկե այլ տրամաբանության մեջ, դուք ավելի քաղաքական տրամաբանության մեջ եք այդ հարցը տալի հասկանալի պատճառներով, ես հետևյալը պիտի ասեմ։ Եթե մենք ունենք 2 համայնք, որոնք օրինակ պետությունից յուրաքանչյուրը ստանում է պայմանական ասած 1 միլիարդ դրամ դոտացիա, որը իմիջիալյոց համայնքի գործունեությունը ապահովող հիմնական ֆինանսավորումն է, շատ դեպքերում դա շատ ավելի շատ է, քան սեփական միջոցները, այդ համայնքների միավորման արդյունքում միայն այդ դոտացիայի թիվը ոչ թե դառնում է իրենց մաթեմատիկական գումարը 2 միլիարդ դրամ,
այլ շատ ավելի շատ, ինչ հնարավորություն է տալիս համայնքում, շատ ավելի շատ հարցեր լուծել, այդ թվում նաև մարդկային ռեսուրսի առումով թույլ է տալիս համայնքում ավելի մեծ պոտենցիալով մարդկային եւ մասնագիտական ռեսուրս կենտրոնացնել։ Եվ մենք վաղարշապատում արել ենք այս տրամաբանությամբ։ Հակառակ տրամաբանությամբ անելու պարագայում մենք վաղարշապատում ունենք ավականի, որը ուներ մեծամասնություն, կարող էինք ավականոց ընտրել համայնքի ղեկավար, որը բնականաբար հետո նաև ժամանակը ցույց տվեց, որ ոչինչ չէր խանգարում մեզ, որտեվ պարոն Մեխակյանի գլխավորությամբ այդ ավականին նորից շարունակեց նիստերի գալ, բոլոր որոշումները, որոնք եկան ավականին, մեր ավականին նորից ընդունեց այդ որոշումները եւ հետեւաբար կարող էինք անել դա եւ մինչեւ 2026 թվականի դեկտեմբեր ամիսը չգնալ ընտրության։ Բայց որովհետեւ կարծել ենք, որ վաղարշապատի եւ խոյի բնակիչների շահերից է բխում իմ ասած տրամաբանության մեջ համայնքների միավորում անելը, մենք գնացել ենք միավորման կարգ։ Պատկերացնում եք, մենք ընտրություններից հետո այդպիսի բան անենք, օրինակ, շատ տեսականորեն պատկերացնում եք, մենք վերջին երկու ընտրություններից հետո, օրինակ Գյումրիից եւ Փարաքարից հետո այդպիսի բան անենք եւ հետո ձեր արձագանքը պատկերացնում եք այդ անելու։ Պարոն Խուդատյան, քիչ առաջ Գյումրիից հետո Գյումրի չեն կարել։ Պարոն Խուդատյան, ազգային ժողովում նաեւ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներն են ընթանում նիստերը եւ Եվրանեստ ԽՎ-ի քաղաքական մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի այդ նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Նաչո Սանչես Ամորը անդրադառնալով ձեր ժողովրդավարական բաստիոնում ձեր փակալություններին ամոթանքի տվել ձեր իշխանություններին, ասելով որ 20-ից 40 հոգով հարձակվում եք, մարդ եք ձերբակալում, 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում եք ընդհանրապես կարծիքի համար, օրինակ կաշառքի համար։ Հստակ է, չէ՞ որ դա չեմ հասցրել ուսումնասիրում։ Դրա համար ընթերցում կարծիքը ասել, կաշառքի համար է այլ է, բայց եթե կարծիքի համար մարդ են դատում սոցցանցերում հայտնած կարծիքի համար, Հայաստանի Հանրապետությունում կարծիք արտահայտելու համար ոչ մեկի չեն դատել 2018 թվականից հետո, 2018 թվականից առաջ ոչ միայն դատել են, այլև զուգարանում սպանել են այդ մարդկանց։ Կրակել են, այլև Երևանի կենտրոնում ավտոմատով կրակել են սեփական կարծիք հայտնող մարդկանց։ Կոչուբաևի ստատուսի համար չփռին ասֆալտին։ Ոչ։ Բայց ինչի համար։ Պրոցես կա, որով կարծում եմ այդ պրոցեսի արդյունքում պարզ կլինի ինչի համար։ Սամվել Կարապետյանն ինչի համար ասեց մասնակցում են ու բռնեցին։ Ինչին էր մասնակցում։ Ասեց կմասնակցենք եկեղեցու դեմ մեր ձևով։ Պաշտպանության։ Դրա համար չեն ձերբակալել վստահաբար։ Եվ մի պահ են մեկնաբանությունը, որ դուք մի պահ են մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են լսում, քաղաքացիների մեծամասնությանն են լսում, ովքեր մեզ 2021 թվականին մանդատ են տվել Հայաստանում իրականացնելու այն ծրագրերը, այն բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք, եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ կառավարությունը շարունակելու են նաեւ 2026 թվականին լսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, միայն քաղաքացիներին, բացառապես քաղաքացիներին եւ ուրիշ ոչ մեկի քաղաքացիներից բացի։ 21 թվականին քաղաքացին ձեզ քվե տվեց, որովհետեւ ունեիք մի ծրագիր նախընտրական, որտեղ Արցախի հետ կապված խոսքերը 2026 թվականին ընտրություններ են, 2021-ին էլ պնդում էիք, որ մեզ դուք չեք պնդում։ Իսեր Աստծո պնդումն էին, որ մեզ ցան չեն տալու քաղաքացին այդ պնդումը անողներին իրենց տեղը ցույց տվեց, մենք վստահության քվե ստացանք 2026-ին էլ իր տեղը ցույց կտա, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեզ ցայն են տվել խաղաղության օրակարգը առաջ տանելու մասով, ինչի շուրջ մենք վերջին 5 տարվա ընթացքում ձեռքբերումներ ունենք շոշափելի, որի ուրեմն հաստատումը նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության ուրեմն համաձայնագիրն է եւ այդ համաձայնագրի մեկնաբանումը Հայաստանի Հանրապետության, արդեն նաև Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Ադրբեջանից էլ հրապարակային հայտարարություններ են եղել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այլևս հաստատված է խաղաղություն, Հայաստանում էլ այդպիսի ուրեմն արձանագրում է եղել եւ նաեւ նույն արձանագրումը կարծում եմ հիմա
շատ այլ երկրների կողմից կա։ Այսինքն այս եվրոպացի падգամավորը պարոն Խութայցյան Խնդրում եմ եվրոպացի падգամավորին էս մի ասեք, սկսենք դրանից հետո Էլի խորը մոլորության մեջ է, որ Հայաստանում ամեն դեպքում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ Ես չգիտեմ ով ինչքան խորը մոլորացության մեջ է թե ոչ, թույլ տվեք չմեկնաբան։ Պարոն Խուդարյան, անդրադառնալով վաղարշապատի ընտրություններին, քանի որ դուք մասնակցում եք քարոզարշավին, այնտեղ չմիացնում մարդիկ խոսում են, որ Արգիշ Տիմեխակյանին չեն պատրաստվում ձայն տալ միայն ՔՊ-ի թեկնածու լինելու համար։ Ձեր քարոզարշավի ընթացքում հանդիպել եք նման մարդկանց։ Ոչ, իմ քարոզարշավի ընթացքում չեմ հանդիպել նման մարդկանց, Տիկին Ջեբեջյանը մեր հետ ամբողջ քարոզարշավի մասնակցել է շատ լավ, եթե այդ մարդիկ ասում են ընտրությունները ցույց։ Առնվազն նախորդ բոլոր ընտրությունները վաղարշապատում ցույց են տվել, որ քաղաքացիները մեզ են ձայն տալիս, հետևաբար եթե այդպիսի մտահոգություն կա, կարծում եմ դա ընդդիմադիրների մտահոգությունը է։ Դատյանի մարկացիները, որ էջմիածնեցիները տեսել էին հոգևորականների հետ կապված, նաև ամենայն հայոց կաթողիկոսի արկածներն էին տեսել, թե ոչ։ Տվեք ես առանձին մեկնաբանություններ չանեմ։ Աղմկարույց հայտարարություն վաղարշապատցիներն են արել, որը ոչ միայն հայտարարություն է, այլ ասում բացեք այդ ռեպորտաժը նայեք, հիմա լրատվամիջոցը այսօրվա հարցում այսօր կամ երեկ եմ տեսել, ըստ երևույթին չեմ լավ լրատվամիջոցի անունը չասեմ, բայց լինքը կուղարկեմ։ Ես ոչ չեմ ասել, վաղարշապատցիներն են, խնդրում եմ նայեք։ Եվ ես վստահ եմ, որ այդ տեսանյութը sense ինչքան հնարավոր է ուղղորդաժը նայելու հիման վրա եք այստեղ։ Եթե վաղը որոշեք ձեր աշխատանքային օրը տրամադրել վաղարշապատում հարցում անելու, շատ մեծ հավանականությամբ ձեզ էլ կպատմեն։ Չէ, դուք ձեզ պատմել են, թե դուք ռեպորտաժով եք տեսել։ Պետք նախագահ։ Նույն հարցը նորից։ Դուք վաղարշապատների խոսակցություն։ Մի հարց էլ պարոն Խուդատյան, ձեր խոսքում գործածեցիք քոչարյանական ընդդիմություն կապակցությունը, խնդրում եմ իրազեկեք։ Մայր Հայաստանը քոչարյանական ընդդիմություն է։ Որ քաղաքական Մայր Հայաստանը քոչարյանական ընդդիմություն է։ Ուրեմն հաղթանակ դաշինքը քոչարյանական ընդդիմություն է։ Գյումրին ցույց տվեց, որ ուրեմն Արթուր Վանեցյանի կուսակցությունը քոչարյանական ընդդիմություն է։ Ցավ եմ ապրում, որ ժառանգությունը իրեն պահում է այնպես, ինչպես քոչարյանական ընդդիմությունը, եւ առնվազն այս 4 ուժերը, որոնց մասին ասացի, իրենք քոչարյանական ընդդիմություն են, իրենց ընտրող քաղաքացիները պիտի ուղիղ իմանան, որ իրենք ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին, շատ ուղիղ պիտի իմանան, որ իրենք ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին, եւ Ռոբերտ Քոչարյանը վաղարշապատում որոշել է մի քանի ուժերով մասնակցել քարոզարշավին, եւ այդ ուժերը բոլորը կառավարվում են մի տեղից, եւ Գյումրին էլ ցույց տվեց, որ այդ բոլոր ուժերը կառավարվում են մի տեղից։ Հանրապետության երրորդ նախագահը որևէ ուժով մասնակցում է, թե որոշել է ձեռնպահ մնալ վաղարշապատում։ Մայր Հայաստանը բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքը Քոչարյանի գաղափարակից ուժն է, դատելով Քոչարյանի հետ ազգային ժողովում կոալիցիոն գործընկեր դաշնակցությունը ներգրաված է ուղիղ իր անունով դաշինք է կազմել մեկ այլ կուսակցության հետ եւ հաղթանակ կուսակցության մեջ ժառանգությունը դաշնակցությունը իր մասնակցությունը ունի։ Գյումրին ցույց տվեց, որ նաեւ Վանեցյանն է ըստ անհրաժեշտության ուրեմն որոշումներ կայացնում քոչարյանական ուժերի տրամաբանության մեջ եւ ես վստահ եմ նայելով նաեւ ժառանգության ցուցակը վաղարշապատում վստահ եմ որ վաղարշապատում նաեւ ժառանգությունն է քոչարյանական ընդդիմություն դարձել, բայց մենք այստեղ մտահոգություն չունենք, դուք հարցը տալիս եք, ես այդ հարցին պատասխանում եմ եւ դա թող չդիտվի որպես մտահոգություն, քոչարյանական ընդդիմությանը ինչ անունով էլ իրենք հանդես գան, որ ժամերին եւ ինչ տարբերվող մեքենաներով էլ իրենց նախընտրական շտաբեր այցելեն, Քոչարյանական ընդդիմությանը վաղարշապատին իր տեղը ցույց է տալու այնպես, ինչպես իր տեղը Քոչարյանական ընդդիմությանը ցույց է տվել 2018-ի համապետական ընտրությունների ժամանակ, 2021 թվականի թիմ ընտրությունների ժամանակ, 2021 թվականի ուրեմն ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, ինչպես Խոյ համայնքում 2018 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, այնպես էլ 2021-ի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, այնպես էլ
21 թվականի թիմ ընտրությունների ժամանակ։ Եվ իմիջիալոց, եւ ընդդիմության դերակատարները չեն փոխվել վաղար շաբաթում, եւ չի փոխվել նաեւ իշխանության դերակատարները։ Պարոն Մեխակյանը կանգնած է եղել Արմավիրի մարզում եւ վաղար շաբաթում քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրանցած հաղթական արդյունքների կարևոր կետում, ինքը կարևոր մասնակցություն է ունեցել քաղաքացիական պայմանագրի հաղթանակում ոչ միայն վաղար շաբաթում, այլև Արմավիրի մարզում, այն տրամաբանության մեջ, որ ինքը մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված եւ ամենաշատ ձայները հավաքած падգամավոր է, նաեւ աշխատել է Արմավիրի մարզպետի տեղակալ, նաեւ Արմավիրի մարզպետ։ Այսինքն հաղթողները մի տեղում են, պարտվողները մի տեղում են, ընտրողները նույն տեղում են։ Ընտրողները պարտվողներին ցույց կտան իրենց տեղը, հաղթողներին ցույց կտան իրենց տեղը, ինչքան էլ ռեբրենդինգ անեն հետաքրքիր գույների, այլ անունների, այլ նկարների, այլ պատկերների մեջ, տրամաբանությունը Բաղաշապացիները նախկին ԿՊ ղեկավարի Դիանա Գասպարյանից գոհ էին։ Չեմ կարող ասել ամբողջ վաղարշապացիները գոհ են, բնականաբար կլինեն մարդիկ, ովքեր գոհ են աշխատանքից, բնականաբար կլինեն մարդիկ, ովքեր դժգոհ են աշխատանքից, եւ կարծում եմ դա ցանկացած ամենքի ղեկավարի վերաբերվող հարց է, մի քիչ ավել, մի քիչ պակաս տրամաբանության մեջ։ Չեք կարծում, որ Դիանա Գասպարյանի օրինակից հետո վաղաշապացիները պարզապես չեն ցանկանա իրեն։ Դիանա Գասպարյանը այլ քաղաքական անհատ է, այլ գործիչ է, Արգիշտի Մեխակյանը այլ գործիչ է, եւ երկու անձերի մեջ համեմատական անցկացնելը կարծում եմ սխալ է, որովհետեւ պարոն Մեխակյանը հրաշալի անցած ճանապարհ ունի եւ պարոն Մեխակյանը հրաշալի անցած ճանապարհ ունի եւ ինքը առանձին քաղաքական գործիչ է, որը առանձին երբ որ աշխատել է առանձին գնահատականի է արժանացել, առանձին երբ որ առաջադրվել է, առանձին թվով, մեծ թվով ձայներ է ստացել։ Պարոն Խուդատյան, հնարավոր է, որ Հանրապետության վարչապետը Քարոզարշավի վերջին օրը այցելի վաղարշաբաթ, այդպիսի պլանավորում էս պայն չունենք։ Այդ հարցերը առաջին հերթին որոշում է Հանրապետության վարչապետը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը։ Մենք այդպիսի հարց չենք քննարկել, այլ մանրամասներ ասել չեմ կարող։ Շնորհակալություն։ Հարցեր կան բաց։ Առանձին, էքսկլյուզիվ